Ամոթ ձեզ, ուր էիր Քոչարյան Ռոբերտ, խի ես փախե, խի չես եկե բանավեճի, կրկեսդ խի ես ուղարկել Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հն? Էս էժանագին ներկայացումը սարքելով, ես ձեզ մի բան ասեմ, ուժեղ Հայաստանի ֆաներ ուշադիր լսեք, Նարեկ Կարապետյանը գցեց ձեր ռեյտինգը բառի բուն իմաստով, դուք այսօր կորցրեցիք լիքը ընտրողներ ձեզ, Թաթոյանը վաբշե իրա չափերը բառի բուն իմաստով անցելա, ես ցավում եմ ու ողբում եմ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում չի լինելու առողջ ընդդիմություն, այո, ցավալի է, բայց Արամ Սարգսյանը չի կարողանալու անցնի խորհրդարան, նույն Բաբաջանյանը չի կարողանալու, նույն Շիրինյանը չի կարողանալու, որովհետև չգիտես ինչի, ընդդիմություն միշտ գալիս է ու կանգնում, Նարեկ Կարապետյանի նմանները, որոնք իրանց մանդատը դնելու են նույնիսկ չեն մնալու, Քոչարյանի մասով ժողովուրդ ջան, նա նույնիսկ ընդդիմություն չի դառնալու, որովհետև 8% քվենա չի հավաքելու, մի հատ եկեք 8%-ը վերածենք մարդկային թվի, ու հասկանանք մի բան, որ Քոչարյանը չունի 8% նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում կներեք, մի մարդ եթե չի գալի բանավեճի, որովհետև վախենում է, որովհետև Փաշինյանը դնելու էր դեմը, ու չէր կարենալու խոսա, ու ինքը չտեր կարենա խոսա, առաջին իսկ խոսքից Քոչարյանը չտեր ջոգի ինչ անի, դրա համար էլ չի եկել, սպանեց թողեց Նարեկ Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների հարցով, չկա 300,000 ադրբեջանցու որևէ թես, ոչ Ադրբեջանում այդ հարցը քննարկվում, ոչ Հայաստանում, ոչ մի տեղ, թարգեք ամոթա, այս կրկեսը թարգեք ու մի եկեք էլի աղբոր պես արդեն զզվցրել թողել եք, խփած պահիկ 30 տարի էս ազգին, թողեք պետություն ստեղծենք, դրա համար սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին, 2026-ին, միայն ու միայն համար 16, տեր կանգնեք հաստատված խաղաղությանը, ես էլ ուրիշ բան չունեմ ասելու, բարի գիշեր, խաղաղ գիշեր բոլորիդ, Աստված պահապան լինի բոլորիս եւ Նիկոլ Վարչապետ, այսօր ես վերջնական դա տեսա ու հասկացա, որ Հայաստանում իշխանության է մնալու Փաշինյանը դեռ երկար ժամանակ,